Կներկայացնեք, որն է ձեր պահանջը եւ ազգային ժողովի դիմաց գալու նպատակը։ Մենք շարունակում ենք մեր ակցիաները, ինչպես գիտեք, մենք անընդմեջ ակցիաներով հանդես են գալիս ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ ընդդեմ Նիկոլի հանցավոր ռեժիմի եւ արդեն շարունակաբար գալիս ենք ազգային ժողովի մոտ մեկ հիմնական կոչով նաեւ ոչ միայն ընդդեմ Նիկոլի, այլ նաեւ կոչով, որ ընդդիմությունը վերջապես քայլեր նախաձեռնի բոլոր մակարդակներում միավորվելու եւ ազգային ճակատ ստեղծելու ընդդեմ այն չարիքի, որը զավթել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Եվ մենք այս պաստառներով ցույց ենք տալիս նախ Նիկոլի խաղաղության գինը, որը փաստացի առանց Արցախ, առանց Արարատ, Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնած, սրբազանների նստացրած, Էջմիածնի մեր սուրբ Էջմիածնի հեղինակությունը նվաստացրած, սա է իր խաղաղության գինը։ Եվ մենք կոչ ենք անում մարդկանց հիշել, որ պատվի կարմիր գիծը կա եւ փաստացի մարդիկ իրենց լռությամբ հատել են արդեն իսկ պատվի կարմիր գիծը։ Իսկ ինչ սկզբունքով են տրվել օրինակ ազգային ժողովի շենքը։ Դուք առաջ ակցիաները իրականացնում եք կառավարության դիմաց, այս դեպքում ազգային ժողով գալու նպատակը ո՞րն է։ Առաջ մենք ակցիաներ ենք անում կառավարության դիմաց կոչով, որպեսզի վերջապես Նիկոլ Փաշինյանը տա հրաժարական, այնուհետև բոլոր պետական պաշտոնյաները իրենց լիազորության սահմաններում ձեռնարկեն քայլեր դատելու Նիկոլին, եւ հիմա այդ կոչը իհարկե ուժի մեջ է, բայց առաջին հերթին այժմ մենք նաև դիմում ենք ընդդիմությանը, որ հերիք է անընդմեջ պառակտումների մեջ լինեն եւ ժամանակն է, որ մեծ ազգային ճակատ ստեղծվի, որի մեջ կներգրավեն բոլոր անհատները տարբեր մակարդակներում, ովքեր պայքարում են Նիկոլի դեմ։ Եվ նորից մեր բոլոր ակցիաներից հետո վերջի շրջանում եւ ընդդիմության եւ իշխանությունների կողմից տարբեր ինչ-որ շարան է բացասական կարծիքների կամ ինչ-որ մի բանի, մենք անընդհատ մի բան ենք ասում։ Ձեր բացասական կարծիքները մեզ չեն նսեմացնում իսպառ, փոխարենը ժամանակն է, որ հասկանանք։ Մենք ընդհանրապես չենք ուզում քաղաքականության մեջ մտնենք։ Թող ոչ մի չանհանգստանա, որ ես իրենց աթոռակներ ուզում եմ իրանցից խլեմ, ընդհանրապես պետք չեն ինձ այդ ամբողջը։ Միակ նպատակը ազատել Հայաստանը եւ մենք ամբողջ անելու ենք, որ ստեղծվի վերջապես ազգային ճակատ։ Օրեր առաջ դուք ազգային ժողովի լսումների ժամանակ ելույթ ունեցաք եւ ձեր ելույթը եւս բացասական մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Ո՞րն է ըստ ձեր ելույթի ազդակը, որ պետք է լսի հասարակությունը հենց այդ ելույթի, որը դուք ասացիք, որ դուք ուրեմն իմ ելույթը բացասական կարծիք առաջացրեց ընդդիմության շրջանում, այսինքն կոնկրետ ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմության շրջանակներում, բայց մարդկանց ստվար զանգվածը հակառակը շատ դրական կարծիք ունի այդ ամենի մասին, ինչը որ հսկայական, հստակ ապացույց է, որ ժողովուրդը պայքարելով Նիկոլի դեմ ակնկալում է, որ առաջինը ընդդիմադիր բոլոր ուժերը համատեղ հանդես գան, եւ երկրորդը, որ նախկին նախագաները ի վերջո դաշտից դուրս գան։ Նախագաները, քաղաքական ուժերը ոչինչ։ Դուք նաև նշել եք, որ ազգային ժողովի ամբողջ հայտարարեցիք, որ էլիտան դուք եք։ Այո, ես դա նորից շարունակում եմ պնդել։ Ասեմ ինչու, նորից անընդհատ դա բացատրում եմ, որովհետև մենք անշահախնդիր ենք։ Ես չեմ ասում իմ կրթությամբ, իմ զարգացմամբ, իմ ծագումով, դա այո, բայց առաջին հերթին անշահախնդրությամբ, որովհետև ի տարբերություն գիտեք ամենասարսափելին ինչն է, որ այս 5 տարվա ընթացքում 2020 թվականից ի վեր այդ սարսափելի իրողության ժամանակ մենք ականատես եղանք, թե ինչպես մարդիկ առաջ են գալիս եւ միանգամից սկսում են միայն մտածել վարչապետի պաշտոնի մասին։ Մենք երբևիցե ոչ մի շահ չենք հետապնդել եւ չենք հետապնդում ու չենք հետապնդելու, այդ դրա համար մենք էլիտա ենք։